Միջազգային top 10 թեմաների ամփոփումը Եվրամեդիա 24 հեռուստաընկերության եթերում։ Հարավային Կորեայի իշխող դեմոկրատական կուսակցությունը զգալի առավելություն է տեղական ընտրություններում։ Քվեարկությունը դարձել է նախագահ Լի Ջե-մյոնգի պաշտոնավարման առաջին տարվա կարևոր գնահատականը։ Երեք խոշոր հեռարձակողների exit poll-ի համաձայն դեմոկրատական կուսակցությունը առաջատար է 16 խոշոր քաղաքապետական եւ նահանգապետական մրցապայքարներից 11-ում։ Սեուլում, Գյոնգի նահանգում եւ Ինչոնում նույնպես կանխատեսում է իշխող ուժի հաղթանակը։ Միաժամանակ Բուսան քաղաքում պայքարը շարունակում է մնալ չափազանց լարված եւ արդյունքը դեռևս անորոշ է։ Հունգարիայի իշխանական տեսակուսակցությունը խորհրդան է ներկայացրել օրենքի նախագիծ, որով նախատեսում է լուծարել ինքնիշխանության պաշտպանության գրասենյակը, ստեղծված 2023-ին Վիկտոր Օրբանի կառավարության օրոք, արտաքին ազդեցությունների դեմ պայքարի նպատակով։ Քննադատները պնդում են այն օգտագործում են ընդդիմադիրների, լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների նկատմամբ ճնշումներ գործադրելու համար։ Եվրահանձնաժողովը նախկինում արդեն սկսել էր խախտման ընթացակարգ այդ կառույցի ստեղծման հիմքում ընկած օրենքի դեմ։ Նոր իշխանությունները հայտարարել են գրասենյակը չի կատարել իրական հանրային գործառույթ եւ ծառայել է բացառապես քաղաքական նպատակների։ Պարսից ծոցում իրավիճակը նորից սրվել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջև ռազմական գործողությունների ֆոնին։ Քուվեյթի իշխանությունների տվյալներով իրանական հրթիռային եւ անօդաչու հարձակման հետևանքով վնասվել են օդանավականի ենթակառուցվածքները, կան զոհեր եւ վիրավորներ։ Բահրեյնի բանակը հայտնել է 3 հրթիռների եւ մի քանի ԱԹՍ-ների ոչնչացման մասին։ ԱՄՆ զինված ուժերը նույնպես հարվածներ են իրականացրել Հորմուզի նեղուցի մերձակայքում։ Նավթի գների լարվածության աճի պայմաններն բարձրացել են ավելի քան 2%-ով։ Ռուսաստանը հայտարարել է ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Դոնեցկի մարզում զոհվել է 8 խաղաղ բնակիչ։ Ըստ ռուսական կողմի հարվածը հասցվել է ուղևորատար ավտոբուսին Յենա-Կիևոյում, երբ այն կանգ է առել ուղևորներ վերցնելու համար, տուժել է եւս 11 մարդ։ Ռուսաստանի քննչական մարմինները հարուցել են քրեական գործ, դեպքը որակելով որպես ահաբեկչական հարձակում։ Ուկրաինան առայժմ հրապարակային մեկնաբանություն չի արել։ Ուկրաինական անօդաչուները հարված են Սանկտ Պետերբուրգի նավթային տերմինալին եւ Կրոնշտադտի ռազմածովային բազային։ Հարձակումը տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի մեկնարկից ընդամենը ժամեր առաջ։ Ռուսաստանի իշխանությունները հայտնել են ենթակառուցվածքների վնասման եւ վիրավորների մասին, սակայն զոհեր չեն գրանցվել։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, թիրախավորել են վառելիքային եւ ռազմական օբյեկտներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանը համաձայնել է միջուկային զենք չունենալու պայմանին։ Նրա խոսքով Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին նույնպես ներգրաված է ընթացող բանակցություններում։ Նա նշել է, այս հարցում արդեն ձեռք է բերվել սկզբունքային համաձայնություն, միաժամանակ բանակցությունների մանրամասները չեն հրապարակվել։ Եվրամիության դիվանագիտական ծառայությունը առաջարկել է, որ ԱՑՊԻՍ ռազմածովային առաքելությունը գլխավոր դեր ստանձնի Հորմուզի նեղուցի ականազերծման գործում։ Այդ նախաձեռնությունը դիտարկում է որպես Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի գլխավորած կոալիցիային ԵՄ-ի ներդրում։ Փաստաթղթի համաձայն այդ քայլը կկիրառվի միայն այն ժամանակ, երբ պայմանները թույլ տան։ Առաքելության մանդատի փոփոխությունը պահանջում է Եվրամիության բոլոր 27 անդամ երկրների միաձայն համաձայնությունը։ Առայժմ պարզ չէ, արդյոք անդամ երկրները կաջակցեն այդ գաղափարին։ Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն հայտնել է գիշերվա ընթացքում խոցվել է 50 անօդաչու սարք։ Ժամանակավորապես սահմանափակվել է Պուլկովո օդանավականի աշխատանքը, իսկ տասնյակ չվերթներ հետաձգվել կամ չեղարկվել են։ Ռուսաստանի իշխանությունները հայտարարել են, անվտանգության բոլոր միջոցները խստացվել են։ Միաժամանակ Մոսկվայի ուղղությամբ շարժվող առնվազն 20 ԱԹՍ նույնպես խոցվել է։ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան կոչ է արել երկխոսության միջոցով կարգավորել Լեհաստանի հետ առաջացած տարաձայնությունները։ Լարվածությունը սկսվել է այն բանից հետո, երբ Ուկրաինան հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի շնորհել է ուկրաինական ապստամբական բանակի անվանումը։ Լեհաստանում այդ որոշումը դժգոհություն է առաջացրել պատմական իրադարձությունների պատճառով։ Սիբիգան ընդգծել է, երկու երկրները չպետք է թույլ տան, որ տարաձայնությունները վնասեն համագործակցությանը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Լեհաստանին Ուկրաինային ցուցաբերվող աջակցության համար։ Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն անցկացրել են միջուկային համագործակցությանը նվիրած առաջին պաշտոնական բանակցությունները։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել ուրանի հարստացման եւ օգտագործված միջուկային վառելիքի վերամշակման իրավունքների ընդլայնման հարցերին։ Սեուլը ցանկանում է զարգացնել միջուկային սուզանավերի սեփական ծրագիրը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը եւ արագացնել հետագա խորհրդակցությունները։ Հարավային Կորեան նպատակ ունի մինչեւ 2030-ականների կեսերը շահագործման հանձնել իր առաջին միջուկային էներգիայով աշխատող սուզանավը։